Որպես ակցիա դիտենք եւ իհարկե Արցախի ներկայացուցիչներն են այսօր շահագրգիռ, որ հանձնաժողովի բոլոր հայտնաբերումները, բացահայտումները հրապարակվեն։ Այո, ժողովուրդը գնում է հիմա ընտրությունների, սա ճակատագրական ընտրություններ կարող են լինել եւ գնալ ընտրությունների ստի միջավայրում անթույլատրելի է։ Ուստի սա կոչ է բոլոր քաղաքական ուժերին, հանրության բոլոր շերտերին միացեք այս պահանջին, որպեսզի ձեր ընտրությունը լինի արդար եւ Հայաստանը ունենա քիչ թե շատ վերականգնվելու այս պահին գոնե հեռանկար։ Այսքանով ակցիայի նպատակն է այսօր մենք դիմել ենք արդեն գրավոր ազգային ժողովի նախագահին, նա մերժել է հրապարակել գաղտնիացման փուլ է մտել հանձնաժողովի զեկույցը, ուստի մենք այսօր դիմելու ենք ֆրակցիաների ղեկավարներին, որպեսզի նրանք բարձրացնեն ազգային ժողովում այդ հարցը։ Այսօր կարևորում ենք մենք, որ ազգային ժողովը քառօրյա նիստի ընթացքում դնի քննարկման եւ հանրայնացնի այն պահանջները, որը մենք այսօր դնում ենք։ Հանրայնացնի զեկույցի հանձնաժողովի զեկույցը։ Օրինակ, ըստ ինչ կտա այդ զեկույցի հանրայնացումը։ Ուրեմն ըստ Անդրանիկ Քոչարյանի, որը եղել է հանձնաժողովի ղեկավար, ըստ անդամների խոստովանությունների 1000 քրեական գործեր կարող են հարուցվել։ Արդեն հետաքննությունները բերել են բազում մեղավորների անուններ, բազում խնդրահարույց հարցեր։ Ասեմ ձեզ, որ կառավարությունը հարցեր բարձրացրել, որ պետք է հետաքննվի ոչ միայն պատերազմը, այլ նաև դիվանագիտական աշխատանքը, նախապատերազմական իրավիճակը, ինչպես եղավ, որ մեր բանակցությունները բերեցին հասցրեցին պատերազմի, ինչ է եղել պատերազմի ժամանակ, ինչ է եղել պատերազմից հետո, ինչ է եղել Արցախում, ինչ է եղել թիկունքում, տնտեսական բոլոր խնդիրները, այս բոլոր հարցերը կառավարությունը համաձայնել է, դրել է ազգային ժողովի դիմաց, ավելին պահանջել է զեկույցը անպայման հրապարակել հանրայնացնել։ 11,000 դասալիք ենք ունեցել, դրանով նաև չէ։ Ուզում ենք այդ 11,000-ի անունները իմանալ։ Կարծում եմ այս զեկույցում պիտի 11,000-ի անունները լինեն։